Հայաստանի կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում պատասխանել է լրագրողների հարցերին։ Արձագանքելով հարցին, թե ինչու է մի քանի տարբեր առիթներով շնորհակալություն հայտնում Ադրբեջանի նախագահին, վարչապետն ասել է, որ Հայաստանն այդպես պետք է իր վերաբերմունքն արտահայտի, ցույց տալով, որ դրական ենք վերաբերում տեղի ունեցածին։ Որտեղ հիմա դուք մի վերնագրի ներքո եք դնում, բայց իրական մի քանի բան է տեղի ունեցել։ Տեղի ունեցել ցորենի ներկրման արգելքի վերացում։ Ընդ որում սկզբից Ղազախստանի համար, հետո Ռուսաստանի համար։ Այսինքն այս երկու բան է տեղի ունեցել։ Հետո տեղի է ունեցել հաջորդ բանը։ Արձանագրվել է, որ Հայաստանից էլ հակառակ ուղղությամբ երկաթուղի գնալու սահմանափակում չկա։ Ես ասում եմ հարց կարա հնչի, բա ինչի չեն գնում երկաթուղիները, որովհետև իմ ընկալմամբ մենք մեր մտածողության եւ գործունեության մասշտաբը մի ֆուրի տրամաբանությամբ աշխատում, որովհետեւ գնացք բեռնելը եւ որևէ ուղղությամբ ուղարկելը այդ որոշակի բարդություն է, պետք է այդքան ապրանք կոնսոլիդացնել միտեղ միանգամից, որովհետեւ գնացքը չի կարող դատարկ գնալ։ Երրորդ բանն է տեղի ունեցել։ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել նավթամթերք վաճառել Հայաստանի գործարարներին։ Եվ այդ պատրաստակամությունը արտահայտվել է, այդ գնացքը եկել է եւ հայտնվել է շուկայում։ Եվ մենք կարծում եմ տարօրինակ կլինի, եթե մենք մեր վերաբերմունքը չարտահայտենք։ Եվ ես այո, արտահայտում եմ այդ վերաբերմունքը եւ կարծում եմ ճիշտ եմ անում, ընդ որում չի տարբեր տեղերում, որ տարբեր տեղերում դա արձանագրի, որովհետեւ դա կարեւոր է նաեւ ԵԱՏՄ-ի համար։ Որովհետեւ մենք ԵԱՏՄ-ի հետ երկաթուղային կապ ենք ստացել։ Մենք նախկինում երբեք ԵԱՏՄ-ի հետ երկաթուղային կապ չենք ունեցել։ Ասել երրորդ բանն է, այսինքն երրորդը թե չորրորդը տեղի ունեցել։ Այսինքն նկատի ունեմ իրականում շատ կարևոր է գնահատել տեղի ունեցածի մասշտաբը եւ ուզում եմ ցույց տալ, որ խաղաղությունը ինչա, կներեք, ինչ որ բան ասեք, ուզում եմ ցույց տալ եւ ցույց եմ տալիս եւ հայտարարում եմ, որ խաղաղությունը իրականություն է։ Եվ այդ իրականությունը ունի կոնկրետ արտահայտչած ձևեր։ Ես հույս ունեմ, որ առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երկկողմ առևտրի երևույթներ, այսինքն երկկողմ հիմա Ադրբեջանից դեպի Հայաստան ներմուծում կա, հույս ունեմ Հայաստանից դեպի Ադրբեջան էլ արտահանում կլինի։ Նիկոլ Փաշինյանը չի զարմանում, երբ լուրեր է տարածվում, որ Թուրքիայի նախագահն արդեն որոշել է, թե ով պետք է լինի ամենայն հայոց կաթողիկոսը։ Ընդհանրապես կուլտուրա չկա Հայաստանում ձևավորված Պապ թագավորի կարճ ժամանակաշրջանից եւ հատվածից հետո, այսինքն արշակումներից հետո, տենց բանա, ես չեմ զարմանում, որովհետև դա հոլովում են այն մարդիկ, ով այդ կուլտուրայի մեջ են, եւ այն, որ Հայաստանն ասում է, որ Հայաստանի Հանրապետությունն ասում է, որ մեր եկեղեցին պետքա ի վերջո կանոնագիրք ունենա նոր, որ դրան էլ դիմադրություն կա, ես դա էլ եմ հասկանում, որովհետև միջև հիմա վերջին այդպիսի փաստաթղթերը, որ ընդունվել են կամ ռուսական կամ թուրքական կայսրության ֆորմատով։ Տենց կուլտուրա չկա, ոնց որ Թուրքիայի սուլթանի ընդունած կանոնակարգումներն են շատ, որ միջև այսօր կամ գործում են դե յուրե կամ Ռուսաստանի ցարի, այդ մարդկանց տարօրինակ չի թվում։ Եվ հետևաբար, երբ որ տենց մի հարց բարձրաձայնվում է, այդ ենթագիտակցությունը արտանում է, բայց չէ որ սա Թուրքիայի ղեկավարի իրավասության հարց է, այս ինչի է Հայաստանի ղեկավարը սրա մասին խոսում, եւ տրամաբանությամբ այդ բանի ծայրագավառային տրամաբանությունը զարգանում, եւ հանգում է շատ տրամաբանական ենթադրության, քանի որ խոսվում է մի հարց, որը դարերի ավանդույթով Թուրքիայի ղեկավարի իրավասության հարցն է, հետևաբար, եթե Հայաստանի ղեկավարը տես թեմաներ արծարծում է, ուրեմն լիազորություն է ստացել Թուրքիայի ղեկավարից։ Ծայրագավառային տրամաբանություն։ Դեռ կառավարության նիստում էլ Փաշինյանը անդրադարձել էր առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմանը, քաղաքացիներին կոչ անելով 26 թվականի հունվարի 1-ից չծանրաբեռնել առողջապահական հիմնարկները։ Սիրելի 1,600,000 հայրենակիցներ, խնդրում ենք 2026 թվականի հունվարի 1-ից առողջապահական հիմնարկները չգրոհել։ Չէ, հիվանդանալը ուրիշ խնդիր է, բայց
չգրոհել, ուղղակի որովհետև գրոհը հիվանդության մասին չի, հիվանդանալ չհիվանդանալու մասին չի, բայց մեր փորձը ի՞նչ է ցույց տալիս։ Մեր փորձը ցույց է տալիս, որ սովորական պայմաններում, երբ որ մարդը, գիտեք ինչ, 21-րդ դա այսօր տեխնիկան այնքան է զարգացել, ասում եմ, ում ուզում եք բերեք։ Ես երաշխավորում եմ, որ հիմա MRT, KT, չգիտեմ ինչ եւ այլն, կգտնենք անպայման մի բան, որը պետքա բուժել։ Բացառված է, որ տենց դեպք ունենանք, որ չգտնենք որևէ բան, որը բուժելու անհրաժեշտություն չկա։ Հիմա եւ մեր առողջության ապահովագրության համակարգը դրա մասին է, որ պետքա ստուգումներ լինեն ամեն տարի եւ այլն, եւ դա ճիշտ ճանապարհ է, որ MRT-ով մենք միջև բջջային մակարդակ գնանք եւ կանխենք այնտեղ, որպեսզի այս փուլում կանխելու համար կարող է մեզ պետք լինի ծախսել 10,000 դրամ, իսկ ամեն հաջորդ փուլում այդ խնդրի հետ առնչվելիս պետական ծախսնելա ավելանալու եւ մարդու առողջության վիճակն էլ վատանալու է, բայց ելի եմ ասում, պետք չի հունվարի 1-ից գրող ձեռնարկել առողջապահական համակարգի վրա, որովհետեւ ոչ բժշկական կենտրոններն են փախնելու, ոչ կառավարությունն է փախնելու, ոչ պոլիկլինիկաներն են փախնելու եւ պետքա կառավարել։ Սա ինչի համար եմ ասում։ Օրինակ, դա էլ պետք է հասկանալ, որ առողջության ապահովագրության համակարգը ինքը կառավարման անհրաժեշտություն ունի։ Եթե համակարգը գնահատելու է, եթե այս մարդու վիրահատությունը, եթե մենք անենք 3 ամիս հետո իր առողջությանը անվերականգնելի վնաս չի պատճառվի, այդ վիրահատությունը լինելու է ոչ թե այսօր, այլ 3 ամիս հետո, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում տվյալ բուժառուին այսօր օգնենք, այլ այսօր կան ուրիշ մարդիկ, որոնց վիրահատությունը այսօր չանելը իրանց առողջության համար կառաջացնի անվերականգնելի հետևանքներ։ Let's start with the peace deals. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամփոփելով 25 թվականին Վաշինգտոնի ձեռք բերած հաջողությունները թվարկել է այն կոնֆլիկտները, որոնք լուծվել են նահանգների միջնորդությամբ։ Դրանց թվում նա հիշատակել է նաև Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտությունը, ասելով, որ կարող էր պատերազմ սկսվել սարսափելի հետևանքներով։ Միացյալ Նահանգները, սակայն, ինչպես նշել է պետքարտուղարը, կարգավորեց այս հակամարտությունը եւս։ Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Միացյալ Նահանգների, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները համատեղ հռչակագիր ստորագրեցին։ BBC ռուսական ծառայությունը հոդված է հրապարակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանրային կերպարի փոփոխության մասին, նշելով, որ ընտրություններին ընդառաջ նա սոցիալական ցանցերում ներկայանալու նոր, ավելի փոփ եւ ոչ ֆորմալ ձևաչափ է ընտրել։ Հոդվածում նշվում է, որ վարչապետը հաճախ հրապարակում է տեսանյութեր, որտեղ լուր լսում է տարբեր ժանրերի երաժշտություն՝ Սենֆիրայից եւ Ադելից մինչեւ ռուսական ռեփ ու դասական ստեղծագործություններ։ Այդ տեսանյութերը լայն տարածում են ստացել, դարձել մեմեր եւ միլիոնավոր դիտումներ հավաքել, հատկապես երիտասարդների շրջանում։ BBC-ի զրուցակից փորձագետների գնահատմամբ սա փորձ է հասարակությանը փոխանցելու նոր տրամադրություն պատերազմից ու ճգնաժամերից հետո, նաև ակտիվացնելու սոցիալական ցանցերը որպես հիմնական հարթակ ընտրական հաղորդակցության համար։ Միաժամանակ ընդգծվում է, որ թեև տեսանյութերը մեծ արձագանք են գտնում արտերկրում, Հայաստանում վարչապետի նկատմամբ վերաբերմունքը հիմնականում արդեն ձևավորված է։ Կաթոլիկ եւ հայ առաքելական եկեղեցու առաջնորդների մի խումբ կոչ է անում Հռոմի Պապ Լևոն 14-րդին դիմել Ադրբեջանում պահվող առնվազն 23 արցախահայ բանտարկյալների ազատ արձակման համար, նշելով նրանց վատթարացող վիճակը եւ Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական ժառանգության ոչնչացումը։ Հաղորդում է Christian Post-ը։ Կոչն ուղարկվել է Սուրբ Ծննդից առաջ եւ բանտարկյալներին նկարագրում է որպես Ադրբեջանի կողմից 23 թվականի սեպտեմբերին տարածաշրջանի հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների զոհեր։ Տասնյակից ավելի ստորագրողներից գլխավորում են Նյու Յորքի Հռոմի կաթոլիկ արքեպիսկոպոսության թոշակի անցած կարդինալ Թիմոթի Դոլանը եւ Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու արևելյան թեմի արքեպիսկոպոս Անուշաղան Դանիելյանը։ Հայաստանի հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ մյուսների գործով դատավարությունը։ Վարդան Ղուկասյանն այս անգամ էլ ներս է մտել բարձր տրամադրությամբ ու սկսել կատակել նրան, տեսնելով դահլիճում հավաքվածները սկսել են ծափահարել։ Առողջական է։ Ինչ կա։ Ինչի սենք վադեն որ, սենք լավ է հույք, թե չէ որ միսեցինք վադենք, ինչի ուրախացում ենք սալանել։ Պես չէ, ես ամենավերջի րոպեին ծիծաղելով հոգիս կդա։ Աշխարհի բանն է, որովհետև գիտեմ որ հարություն կա։
ամենակարևորը դա է։ Ես մի ասելի քտիճապ չեմ կասկածում, որ կյանքն է։ Այս 70 տարին հավիտենականության մեջ այս մավիս արագության չափ։ Դրա համար թակավորները թողեցին նրանց թակավորական փառքը, գնացին անապատ ճգնավոր դարձան։ Ոնց որ Կոստանդիանոս կայսրը, ոնց որ Աբխազ թակավորը, ոնց որ Տրտակ թակավորը, Թեոդորոս թակավորը, թողեցին աշխարհիկ փառքը, գնացին ճգնավոր դարձան, որովհետև ասեցին հավիտենականությունն է մեզի պետք։ Ոչ թե քանին տարվա աստղներն ու բաները։ Ում է պետք։ Լավ բաներ կխոսամ անտարես կա, այլ էին ասում, ձեզ քաղաքապետարանից հանելուց հետ ուժվի դեմքների այո, ժևիդը, ուրախ, դա ինչ անեի, որ լազերն է, ինչ անեի, խնդայի գվերեք է տեզրիզի չկարգվել է, ծիծաղի արար, ուրիշ ինչ, ամբողջ պետությունը Շողակաթ հեռուստաընկերությունը հունվարի 1-ից չի գործի, համապատասխան որոշումն ընդգրկված էր կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի շարքում։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ լուծարման հիմք է հանդիսանում 25 թվականի հոկտեմբերի 24-ի տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Պատալյանի խոսքով բացարձակապես ավելորդ է խոսել այդ որոշման բացառապես քաղաքական նպատակի մասին, որ սպասարկվել է օրենսդրական նախաձեռնության եւ հետագա գործընթացի տեսքով։ Այստեղ սակայն շատ էական է հարցի արժեքային բարոյական կողմը, ընդ որում թե մեծ, թե նաև որոշակի փոքր մասշտաբով։ Փոքր նկատի ունեմ մարդկային, հաշվի առնելով օրինակ այն, որ այս process-ում այս կամ այն կերպ ընդգրկված են նաև մարդիկ, որոնք սերտ աշխատանքային առնչություն են ունեցել նույն շողակաթի հետ, ու մինչև քաղաքական իշխանության կմահաճույքը չեն տեսել որևէ խնդիր։ Սա իհարկե փոքր դրվագն է, որը սակայն ավելի մեծ պատկերի մի կտորն է։ Ավելի մեծ պատկերում մենք տեսնում ենք մեր հանրային կյանքի ամենատարբեր ուղղություններով սոցիալ-հոգեբանական եւ արժեքային բարոյական նշաձողերի փլուզման քաղաքականություն, երբ պայմանական ասած ամեն ինչ դառնում է կարելի, իհարկե բացառությամբ վերին քաղաքական կոնցեպտները կասկածի տակ դնելու։ Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում արմատական ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համար եւ խիստ ձախողվում է գրել է ԱՄՆ նախագահը սոցիալական էջում։ Մենք այլևս չունենք բաց սահմաններ, տղամարդիկ կանանց սպորտում, տրանսգենդեր բոլորի համար կամ թույլ իրավապահ մարմիններ, բայց մենք ունենք ռեկորդային ֆոնդային շուկա եւ տասնամյակների ընթացքում ամենացածր հանցագործության մակարդակ, գնաճ չկա եւ երեկվա դրությամբ հնեի 4.3% աճ 2 միավորով ավելի, քան սպասվում էր։ Մաքսատուրքերը մեզ տվել են տրիլիոնավոր դոլարների աճ եւ վարկավաճում նաեւ ամենաուժեղ ազգային անվտանգություն, որը մենք երբևէ ունեցել ենք։ Մեզ կրկին հարգում այն հնարավոր է այնպես, ինչպես երբեք Աստված օրհնի Ամերիկան, գրել է Դոնալդ Թրամփը։